Սլաքի եթերում։ Ծրագրի գործընկերն է Կոշտոյան նորաձևության տունը։ Ծրագրի գործընկերն է Slicing Studio-ն։ Ծրագրի ինֆորմացիոն հովանավորն է usarmenianews.com լրատվական կայքը։ Խոշոր հաղթանակների առաջին նախապայմանը դա վստահությունը սեփական անձի նկատմամբ։ Այսօրվա մեր թողարկման հերոսը միշտ վստահելով սեփական ուժերին առաջներդ բարձր է պահել հայրենիքի անունը։ Ամենաէքսկլյուզիվ կադրերը, պարզաբանումները եւ հարցերի պատասխանները Դինայի հետ Սլաքի եթերում։ Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե այն ինչքան է երկար։ Կարևորը, որ միշտ հաղթանակներով պսակվի։ Այսօր մեր սպորտ աշխարհում հաղթանակների շարան ներկայացնող առաջատար մարզիկների շարքերում է Կամո Ունանյանը, ով արդեն վաղուց վայելում է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։ Ծնունդով Վայքից Կամո Ունանյանը, լինելով ընդամենը 29 տարեկան, արդեն հասցրել է իր դիրքը եւ ասելիք ասել պրոֆ սպորտ աշխարհում։ Կամոյի առաջին լուրջ մրցաշարը տեղի ունեցել 1999 թվականին Հունգարիայում։ Դարձել է նա աշխարհի գավաթակիր։ 2003 թվականին Գերմանիայում Կամոն հանդես է եկել Ղազախստանի դրոշի տակ եւ դարձել աշխարհի չեմպիոն պատանիների մեջ։ Ուրիշ դրոշի տակ հանդես գալ այդքան հեշտ բան չի, դու պետք է դառնաս այդ երկրի քաղաքացի, որ նոր հանդես գաս։ Դա շատ երկար ժամանակ է խլում, բացի դրանից ինձ թվում է հիմա ամեն երկիրն էլ, որովհետև զարգանում է մեր կարատեն, ինքը միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ընդունված սպորտաձև է, շուտով օլիմպիական խաղերում կլինի, ինձ թվում է արդեն ամենտեղ էլ կան լավ ու ուժեղ, ասենց նոր սերունդի տղաներ, ովքեր որ լավ կարողանում են էլի բարձրացնել իրենց ազգի դրոշը ու դրա համար տենց առաջարկ չկա ու մեր սպորտի մեջ էլ չի լինում, ուրիշ շատ քիչ է լինում, սենց ասեմ, ավելի շատ ինչ-որ ակումբից։ 2007 թվականից Կամոն արդեն հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո եւ հաղթանակների շարան ներկայացրել։ 2009 թվականին Իտալիայում բարձր պահելով մեր դրոշը դառնում է աշխարհի չեմպիոն։ 2010 թվականին Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ 2012 թվականին Չեխիայում հերթական անգամ Կամոն գրավելով առաջին տեղը դառնում է աշխարհի չեմպիոն։ 2014 թվականին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսակիրը կրկին անգամ Կամո Ունանյանն էր։
Եվ ահա վերջերս Հայաստան վերադառնալով նորից պատվով եւ հաղթանակով Լեհաստանում աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր դարձած Կամո Ունանյանն էր։ Ուրեմն վերջին ձեռքբերումներից մեկն էր ու ամենակարևորներից մեկը Լեհաստանում ապրիլի 2-ին WSF վարկածով դարձա աշխարհի չեմպիոն, որը որ շատ կարևոր էր իմ համար, որովհետև երկար ժամանակ մոտավորապես մի տարի չէի պարապել եւ այտենց մի հատ ինչ-որ հաղթանակ էր պետք ավելի վստահ լինելու համար։ Եվ դրանից հետո ապրիլի 30-ին կարատե աշխարհի գավաթը հրադեց կռալով է նաև Grand Prix, որտեղ որ դարձա բրոնզե մեդալակիր։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Կամոն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Ինչու՞։ Կարող ենք ասել, որ հերթական չեմպիոն է երկրից հեռանում, թե տեղափոխվել եմ Ամերիկա, մոտ 5 ամիս առաջ տեղափոխվեցի եւ հիմա արդեն բնակվում եմ Ամերիկայում։ Ու նաև մարզվում եմ այնտեղ, նաև պլաններ ունեմ այս տարի նոր ֆիլմ նկարահանելու։ Հիմա դեռ իմ ապագան Ամերիկայում եմ տենում։ Ու վստահ եմ, որ հաղթելու ես։ Այդ կլինի մեր հաղթանակը։ Դոլար ընկերոջ, դոլար։ Կամոն աչքի ընկավ նաև սեփական «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմով, որը մեծ հաջողությունների հասավ թե Հայաստանում, թե սահմաններից դուրս։ Եվ այսօր նոր նպատակներ եւ նոր մտքեր։ Դե պատրաստում եմ, ցենց պլաններ կան, որ այս տարի Լաս Վեգաս, Լոս Անջելես եւ Տիխուանա ֆիլմ նկարահանվի էլի մեր առօրյայի մասին, այսօրվա օրերի մասին, հա։ Փակագծերը չեմ բացի, թե թեման ինչա լինելու, բայց հաստատ էլի ֆիլմը դրամա է լինելու։ Այսօրվա մեր առօրյայի մասն է, հենց բանի մասն է, որ էլի մարդիկ նայելով հիշեն ինչ-որ էպիզոդներ իրենց կյանքից։ Ու եթե առաջի ֆիլմը հաջողված չստացվեր, ինձ թվում է ես էլ չէի շարունակի, բայց ելք չկան ստացվեց, Կաննի ֆեստիվալում մասնակցեց, կինոփառատոնում ու շատ երկրներում ցուցադրվեց ու հանդիսատեսը գոհ էր։ Դրա համար ինձ թվում է ես իրավունք չունեմ շարունակեմ ինչ-որ մի հատ նոր բան անել։ Հաղթողները նրանք են, ովքեր երբեք չեն հանձնվում, եւ այսօր հաղթողների շարքում է մեր հայրենակից Կամո Ունանյանը, ով նոր ձեռքբերումների նպատակ ունի, ինչը շատ ողջունելի է եւ հաճելի։ Ես միշտ խոստանում եմ Կամո Ունանյանի մասին առաջին նորությունները ներկայացնել մեր ծրագրի շրջանակներում, այն էլ Slack-ի եթերում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հարգանքներով ձեր Զինա Հակոբովնա։ Ծրագրի գործընկերն է Կոշտոյան նորաձևության տունը։ Ծրագրի գործընկերն է Slicing Studio-ն։ Ծրագրի ինֆորմացիոն հովանավորն է usarmenianews.com լրատվական կայքը։ Հնդրեք ինձ Slack-ի եթերում։